Մասնավորապես եվրոպական ընկերությունների մասով Փաշինյանն հայտարարել էր, որ դեռ որևէ հստակություն չկա եւ պետք է հստակեցնենք։ Հիմա չգիտեմ, եթե կառավարությունը հստակեցրել է, թող ասեն, թե ինչ են հստակեցրել, ովքեր կարող են մասնակցել։ Եվ ընդհանրապես, երբ խոսքը գնում է այդ ճանապարհի միջանցքի մասին, կարծեմ ինքը պարամետրը բառներ օգտագործել, այսինքն ով է կառուցելու, ով է շահագործելու, ով է օգտվելու, թե ընդհանրապես ով է կառուցելու։ Եվ առաջին, երկրորդը մեծ շուկա, փոքր շուկա։ Եվ մեծ շուկա եւ փոքր շուկայի հարաբերություններին պետք է պատրաստ լինել։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջի հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը գալու է տեքստիլի վրա։ Այսինքն տնտեսության բնագավառներ, որոնք էապես կամ ոչ թե էապես, մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը, իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021 թվականի թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգոն։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել։ Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, թուրքական, այո, մի տարով որ փակեցին 2021 թվականին։ Ներողություն, տնտեսական արտադրության ավելացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին եւ նաեւ ասկն իտալական ապրանքներ, ընդհուպ բելարուսական եւ այլն, իրանական։ Այնպես որ ես կարծեմ, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես ինքս 13 թե 13 թե 14 թվականին եղել եմ փորձագիտական խմբի անդամ եւ մենք հաշվարկել էինք, օրինակ, երբ Հայաստանը պատասխանում էր Եվրամիության հետ խորհրդի համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետեւ իրանք էլ են հասկանում, թե դա ինչով է եղել։